Նրան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Երկուշաբթի օրվանից Գորիսում կգործի ֆրանսիական հյուպատոսությունը, պատվավոր հյուպատոսը հայազգի Ֆրանսիայի ներկայացուցիչ է։ Մենք նաև նախորդ շաբաթ ունեցանք Ֆրանսիայի արտգործնախարարի այց Հայաստան, արտգործնախարարների երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հայտարարեցին մտադրությունների մասին նախապատրաստելու ռազմավարական գործընկերություն։ Դրան նախորդել էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այցը, ինձ հետաքրքիր է նրա հետ ունեցած համատեղ ասուլիսից հետո, Արարատ Միրզոյանի արած հայտարարություններից հետո Ֆրանսիայի հետ այս համագործակցությունը որքանով է լավատեսություն ներշնչում եւ հույս ներշնչում, որ իսկապես մենք կարող ենք հասնել այդ մակարդակին։ Նախ ուզում եմ ասել շնորհակալություն Ֆրանսիային իր սկզբունքային քաղաքականության համար, իր հետամուտ լինելու գործին, որտեղ Հայաստանը իրականում կարևոր երկիր է Ֆրանսիայի համար, հայ ժողովուրդը ռազմավարական նշանակության բարեկամ է, անգամ դաշնակից է Ֆրանսիային։ Ցավոք սրտի պետությունը առայժմ այդպիսին չի, հայոց պետականությունը, բայց իմ կարծիքով տրամաբանական փոփոխություններ իրականացնելուց հետո մենք շատ կարճ ժամանակահատված հետո հայ-ֆրանսիական լուրջ հարաբերությունների կայացման հնարավորություն կունենանք։ Ես կարծում եմ, որ Ֆրանսիայի ջանքերը Սյունիքում հյուպատոսություն բացելու խիստ կարևոր է մեզ համար, որտեղ Ֆրանսիան բարեկամ պետություն է, Ֆրանսիան դաշնակից պետություն է եւ հերրու չի այն օրը, եթե նպատակամետ քաղաքականություն իրականացվի, ապա ռազմավարական դաշինք վավերացվի Ֆրանսիայի հետ։ Եվ շատ ուրախալի է, որ Ֆրանսիան այդքան նրբանկատորեն է մոտենում հարցին, բացի այն, որ Գորիսում է բացում, գիտեք, Լեռնային Ղարաբաղի անեքսիայից հետո երբ որ ավանդական մայրուղիները անցան թշնամու ձեռքը, Գորիսը մի տեսակ կտրվածք դիրքում հայտնվեց։ Նախկինում, երբ որ ինքը տարանցիկ ուղի էր, ծաղկուն, կյանքը եռուն իրավիճակ կար, հիմա Գորիսը մի քիչ կտրված իրողություններում է հայտնվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջպետական մայրուղին անցավ թշնամու վերահսկողության տակ։ Եվ Գորիսի նմանատիպ ուշադրություն դարձնելը, ինչի տեղակայվեց հենց Գորիսում, որտեղ Գորիսը հիշողությունն է Սյունիքի այն ամբողջական իրողությունների, որը կար մինչև 44-օրյա պատերազմը։ Եվ այս առումով Գորիսին ուշադրություն դարձնելով Ֆրանսիան նրբանկատություն եւ նրբազգացություն ցուցաբերեց, այդ թվում նաեւ հյուպատոսը հայազգի եւ հավանաբար հենց Սյունիքի ծագում ունեցող ազգանունը ոնց որ ունցով էր, չէ, ավարտվում։ Ափունց, այո։ Եվ սա շատ կարևոր է, նշանակում է այնտեղ ռազմավարական հետազոտությունները ոչ միայն աշխատում են, գործ են անում, այլ շատ նրբազգաց քաղաքականություն են իրականացում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այլ խնդիր է, որ Հայաստանի Հանրապետությունը նպատակամետ քաղաքականություն իրականացնելով շարժվի առաջ։ Երկու աթոռին նստել չի հաջողվելու։ Մենք պետք է մեր ռազմավարական որոշումը կայացնենք։ Եվ դուք ձեր հարցի մեջ հիշատակեցիք նաև Ռուսաստանի արտաքին գործոս նախարարի այցը Հայաստան եւ այդ ցինիկ վարքագիծը, որ նա դրսևորեց, ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղում ինչ որ տեղի է ունեցել արդար է, որ տեղի է ունեցել եւ Ռուսաստանը հաշիվ չի տալիս այդ հանգամանքներին, դա ցինիկ հայտարարություններ է, որտեղ բոլորը գիտեն, որ դա անարդար որոշում է եւ Ռուսաստանն է կանգնած եղել այդ անարդարությունների հիմքում, սկսած կայսերական Ռուսաստանից, երբ որ 1814 եւ 28 թվականներին ռուսական իմպերիան տարածվեց մինչեւ Արաքսի հովիտ, նրանք սկսեցին ձևախեղել ամբողջ Երևանի խանությունը, որ անցավ, ընդ որում խանություն ասելով նկատի ունենք Պարսկահպատակ Երևանի հատվածը, անցելով Ռուսաստանի իմպերիայի ներքո մասնատվեց, Երևանի գուբերնիա դարձավ, բայց այնուհետև Երևանի գուբերնիայի անկապտելի մաս հանդիսացող Նախիջևանը պոկեցին, այդ թվում նաև Սյունիքից լայնարձակ տարածքներ պոկեցին, որից այդ լայնարձակ տարածքները այդպես էլ չվերադարձվեց Սյունիքին եւ դրանք Քաշաթաղի եւ Քարվաճառի զգալի հատվածներն են, որ Սյունիքին են պատկանում։ Սկսենք այդտեղից, պատմական Սյունիքի մասեր են։ Կարմիր Քուրդիստան, հետո սովետական միության ժամանակ պլանը քայքայվեց, հետո Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժում, ավելի շուտ միացում, հիպոթեզի իրականացում, որը ներքի կոլաբորացիոնիստները փոխակերպեցին ազատական գործընթացներով եւ չփորձեցին Լեռնային Ղարաբաղը վիճարկել որպես հայապատկան, Հայաստանի Հանրապետությանը պատկանող ֆիզիկ աշխարհագրական տարածք։ Այդ տարածքները այդպես էլ մնացին սև խոռոչ։
Եվ հիմա նմանատիպ տարածքային ֆիզիկա աշխարհագրական նուրբ իրողություններում այսպիսի նուրբ մոտեցում ուղղակի հիացմունքի է արժանանում Ֆրանսիայի կողմից։ Պարոն Սիմոնյան, մենք կանդրադառնանք իհարկե Ռուսաստանին, Հայաստանի ներկայիս ղեկավարության քաղաքականությանը։ Ես ուզում եմ անպայման դուք խոսեք ուժեղ պետություն խորագրով անցկացված գիտաժողովից, որտեղ հրավիրել եք եւ հասարակական եւ քաղաքական գործիչներին եւ գիտության ներկայացուցիչներին, փոքր ներկայացրեք ուժեղ պետության ձեր այդ գաղափարախոսությունը գիտաժողովի նպատակը։ Սիրով, ուժեղ պետությունը դա քաղաքագիտական եզր է, անգլերեն strong state, որը առաջ է մղվել դեռևս Ֆրանսիս Ֆուկոյամայի աշխատանքների միջոցով եւ շատերն են ուժեղ պետությունը որպես այդպեսին, եթե ավելի հին գնանք Հեգելյան փիլիսոփայություններն է անդրադարձել ուժեղ պետության հայեցակարգերին, ավելի հին էլ գնանք վերածննդի դարաշրջան, այնուհետև միջնադարյան խավարի իրողություններ, Ակվինացի, դրանից շատ ավելի առաջին հունական իրողություններ, դրանից մի քիչ հետո հռոմեական իրողություններ, այսինքն Պլատոն, Արիստոտել, հետո Ցիցերոն, բոլորը իրենց հերթին խոսել են ուժեղ պետություն հայեցակարգերի մասին, բայց 21-րդ դարում ուժեղ պետությունը որպես այդպեսին առանցքային նշանակություն ունի եւ մենք որպես Հայաստանի շնորհապետական կուսակցություն որոշեցինք քաղաքականությունը չզատել, ինչ որ դարձնել ավերված եւ ապական իրողություն։ Քաղաքականությունը քաղաքականությունով, գիտեք, այդտեղ անգամ հյուրեր կային, որոնք գուցե եւ որպես քաղաքական առումով մեզ հետ համախոհ չլինեն, գուցե, ով գիտի։ Բայց մենք այդ մարդկանց համակրում ենք ու հեչ պարտադիր չի, որ քաղաքական առումով մեզ համախոհ լինեն, բայց իրենք պրոֆեսիոնալ են։ Եվ կարևորը ցանկանում են ուժեղ Հայաստան կառուցել։ Իրենք ցանկանում են ուժեղ հայ, ցանկացած հայ, որը ցանկանում է ուժեղ Հայաստան կառուցել, իմ եղբայրն է, իմ քույրն է, իմ բարեկամն է, անկախ նրանից մենք մի քաղաքական կուսակցության մեջ ենք, թե մի քաղաքական տրամաբանության մեջ ենք։ Այն մարդիկ, ովքեր պայքարում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության համար եւ հայ ժողովրդի արդար իրավունքների համար, ես նրանց հարազատաբար եմ վերաբերվում։ Եվ այս կոնֆերանսը մի կարևոր լուսավոր օղակ էր, որ մենք ուզեցինք, գիտեք, մենք փնտրտուքի մեջ ենք որպես քաղաքական ուժ։ Ես անձամբ չեմ ուզում կրկնել այն իրողությունները, որ միշտ եղել են։ Մենք ուզում ենք նոր բան։ Այցելությունների ընթացքում էլ մտածում ենք ոնց անենք, որ մարզային այցելությունները շատ ավելի գեղեցիկ ստացվեն, մարդկանց հետ հարաբերությունները շատ ավելի լավ լինեն։ Մի քիչ հին ֆորմատային բաներ դեռևս նկատվում են, լինենք անկեղծ, բայց էլի շատ հետաքրքիր է ստացվում։ Բայց ասելիքն է կարևոր, չէ՞, պարոն Սիմոնյան։ Այո, այնտեղ իսկ ասելիքը ո՞րն է, որ չնայած մարտահրավերներին, չնայած այն իրողությանը, որում մենք ապրում ենք, այնուամենայնիվ ուժեղ պետություն հնարավոր է ունենալ։ Միանշանակ, ընդ որում խորագրի ուժեղ պետություն կոնֆերանսի կարգախոսը հետևյալն է. մարտահրավերներից հնարավորությունների։ Հետևաբար նշանակում է, որ ցանկացած պարագայում մենք կարող ենք հավակնել եւ ձգտել այդ կարգավիճակին, ես հավատում եմ, անկեղծ եմ ասում, որպես գիտության մարդ եմ ասում, ոչ թե որպես քաղաքական գործիչ։ Հայաստանի Հանրապետությունը իզորու է դառնալ ուժեղ պետություն։ Հայ ժողովուրդը ընդունակ է, իզորու է, կարող է։ Սա օբյեկտիվ ճշմարտություն է, այլ հարց է կուզենա հայ ժողովուրդը, թե չի ուզենա։ Իսկ ուզենալու կարևորագույն բաղադրիչներից մեկը այլընտրանքների ինստիտուտի ձևավորումն է։ Ալտերնատիվաների ինստիտուտի ձևավորումն է, քաղաքահասարակության ձևավորումն է, իրավական բարձր գիտակցության ձևավորումն է, քաղաքացիական մշակույթի կայացումն է, մասնավոր համակարգերի կայացումն է, ազգային ինստիտուտների կայացումն է, եկեղեցի, ընտանիք։ Ես անցյալ օրը հետաքրքրվում էի, բանից պարզվում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնությունների հանգամանքը աղետալի իրավիճակում է։ Սա մեր անձնական տիրույթում լուծվող հարց չէ, թե լուծվող հարց է։ Ես կարծում եմ, որ սա մեր անձնական տիրույթում լուծվող հարց է, եթե յուրաքանչյուր հայ ընտանիք հասկանա, որ քաղաքակիրթ աշխարհում ընտանեկան բռնությունները դրանք հետադիմության, հետամնացության եւ սխալ իրողություններ են, որտեղ առողջ երեխաներ, առողջ քաղաքացիներ դաստիարակվելու շանսերը զգալի նվազում են։ Պարզա որ իրենք իրենց տիրույթում, իրենց ենթակայության մենթալ հոգեբանական եւ որոշումների կայացման ենթակայության տակ գտնվող իրողությունը կարող են որոշել եւ հանգուցալուծել հնդածս վարկյանական։ Այսինքն այլ հարց է, որ մենք պոտենցիալ ունենք զարգացնելու ազգային եւ պետական ինստիտուտները։ Այլ հարց է, արդյոք կուզենանք։ Բայց բարեբախտաբար ես այս ժամանակահատվածում ինչ քաղաքական կուսակցությունը կայացնում եմ, ես այդ իմունային դրսևորումները նկատում եմ, մարդկանց մեջ դա կա։
Մարդիկ անդադ միտված են առողջի, լավի, լավարկման, աշխատանքի, սատարելու ձեռք, մեկնելու ձեռք, երկարելու, սա ոչ այլ ինչ է, քան մարդկանց ինքնապաշտպանական բնազդի դրսևորման մի ակտ։ Անկախ նրանից, մենք չգիտենք, որ հետապնդումներ դեռ կան, մենք չգիտենք, որ մարդիկ ինչ որտեղ կաշկանդվում են, ինչ որտեղ մտածում են, գնանք ներկա գտնվենք, բան, Երևանք հանկարծ ուտես, այստեղ խնդիր առաջացավ, բայց միևնույնն է, մարդիկ դա նկատի ունենալով հանդերձ իրենց պաշտպանական բնազդները կանչ տալով արձագանքում են, չէ՞։ Սա նշանակում է, որ ոչ միայն հայ ժողովուրդը կարող է, այլ նաև հայ ժողովուրդը ուզում է ունենալու ուժեղ պետություն եւ նմանատիպ խորագիրը կրող կոնֆերանսներ մենք ամեն տարի կազմակերպելու ենք տարեստարի կատարելագործելով ընդ որում այս կոնֆերանսին էլ մենք դիվանագիտական ներկայացուցչությունների էլ հրավիրեցինք 2 տասնյակի հասնող ցավոք սրտի Հայաստանում ներկայացված դիվանագիտական կորպուսները հետաքրքրված չեն 4 դեսպանատուն մեզ պատասխանեց, նրանք ուղղակի Հայաստանի Հանրապետությունում չէին տեղակայված, դրա համար չեկան։ Մնացածը անպատասխան թողեցին մեր հրավերը, ինչը տարակուսելի է։ Գուցե դուք չեք նկատում, որ Հայաստանի Հանրապետության օրենքով, օրենսդրությամբ գրանցված ուժ կա, որը արևմտյան քաղաքականությունը ռազմավարություն է սարքել իր համար։ ՆԱՏՕ-ին ինտեգրվել է, Եվրամիությանը ինտեգրվել է, որը մաքուր ուժ է, ոչ մեկի հետ չափականված, չկեղտոտված։ Մենք էլ պետք է կարողանանք աշխատել, կարողանանք նաև լոկալ հանդիպումներ կազմակերպել, եկող տարի հույս ունեմ, որ շատ ավելի ներկայացուցչական կլինի մեր կոնֆերանսը, նաև ԶԼՄ-ների ներկայացվածությունը զգալի կլինի, որտեղ ես ուզում եմ, որ անկողմնակալ ԶԼՄ-ներ լինեն, ով պատահի չգա, այլ լինի իրոք անկախ լրագրողական հանրույթի ենթակայության եւ խոշորացույցի տակ տեղի ունեցող իրողություն բայց նաև օգտվելով առիթից ես ուզում եմ ասել մեր սիրելի համախոհներին, որ նաև մեր կայքերով մեզ հետևեն, մասնավորապես Գուրգեն Սիմոնյան YouTube-յան ալիքով հետևեն, որտեղ մենք տեսանյութեր կտարածենք, լուսանկարներ կտարածենք, իհարկե մեզ բարեկամ եւ գործընկեր լրատվականներն էլ ի թիվս մեզ այդ գործընթացը կապահովեն, բայց պետք է դիտելիություն ապահովենք։ Ես նախադեպի ինստիտուտ չգիտեմ, արդյոք գիտական կոնֆերանսի որևէ մի բան եղել է նախկինում, ինչ որ կուսակցության կողմից նախաձեռնած։ Եթե եղել է շատ լավ է, եթե չի եղել, ապա սա շատ լավ մշակույթ է, որ բոլորը կարող են յուրացնել եւ առաջ ընթանալ քաղաքականությունը չկտրենք գիտությունից, գիտության ականավոր գործիչներին, որ այդքան ակնածանքի եւ հարգանքի արժանի են եւ ոչ միայն գիտության, այլ նաեւ հանրային դաշտում գործող ականավոր եւ ակնածանքի արժանի մարդիկ, որ ամբողջ կյանքում իրենք պայքարել եւ մարտնչել են Հայաստանի անկախ Հայաստանի համար։ Այդ մարդկանց ուշադրության կենտրոնում պետք է պահենք, լսենք նրանք ինչ են ասում։ Ներուժն օգտագործելի վերջում։ Իհարկե։ Պարոն Սիմոնյան, սա կուսակցության ղեկավարի խոսք որպես ամփոփենք եւ հիմա որպես քաղաքագետի հարցերս ուղեմ Սարդարապատում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը եւ թեվակողել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի ուղեկիցը չեն։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու է խաղաղություն, եւս մեկ միտք եմ առանձնացրել 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանն է մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունը եւ մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլևս չունի։ Որ մտքի հետ կհամաձայնեք, որի հետ չեք համաձայնի։ Ոչ մի մտքի հետ էլ չեմ համաձայնի։ Ինչու՞։ Որովհետեւ նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանը աստվածային կարողություններ ունեցող անձնավորություն չի, որ մի անձնյա որոշի, որ կորուստների դարաշրջանը ավարտվել է ու հոպ կորուստների դարաշրջանը ավարտվի։ Ալիևը այդպես չի մտածում, եղբայր, դու ո՞նց ես զսպում Ալիևին։ Ռուսաստանը Պուտինը այդպես չի մտածում, Պուտինը քո տարածքները չի ճանաչում։ Էրդողանը քեզ չի ճանաչում, քո տարածքները չի ճանաչում։ Երաշխիք կամ լավ քեզ հասկանալի լեզվով ասեմ, գառանտիա ունես, ո՞նց ես գառանտիա տալիս։ Միջուկային սպառազինության կոճակ կա բարձիտ տակ դրած։ Ինչ կա։ Թե կգնաս կաղոթես վերևից կրակ կթափվի քո թշնամիների գլխին, եթե հանկարծ հարձակվեն քեզ վրա։ Ոչ մի ղեկավար աշխարհում չի կարող նման բան խոստանալ, եթե ինքը գերտերության ղեկավար չի։ Միացյալ Նահանգները կարելի է ժողովրդին խոստանա տենց բան։
Չինաստանը ինչ որտեղ, բայց իրանք չեն խոստանա, որովհետև պրագմատիզմը հաղթում է բարի կամեցողության վրա։ Դու ոնց ես խոստանում նման բան։ Ինչ է նշանակում ավարտված է կորուստների ժամանակահատվածը։ Հենց հիմա մենք տարեստարի կորուստ ենք կրել։ Եվ այդ քո նշած թիվը ֆիզիկա աշխարհագրական տարածքի դեմս դա հայկական կորուստների հետևանքով գոյացած թիվ է, հեքիաթ մի պատմիր։ Սա որպես քաղաքագետ, որպես քաղաքական գործիչ է վերադառնանք, ասենք առավոտյան մենք գնացել էինք Սարդարապատ, մեր կուսակցականներով։ 50-ից ավել մարդիկ էինք հավաքել, երիտասարդներ եւ կուսակցականներ, որ գնային կուսակցական երթով հասնեինք Սարդարապատ, ծաղիկներ խոնարհեինք Արամ Մանուկյանի շիրիմին, մտնեինք թանգարան, պատտվեինք, մեզ նկարագրեին բոլոր պատմության թանգարանի իրերը, երիտասարդներին այդ գիտելիք հետ ինֆորմացիան տայինք։ Հերիք չի գնացինք, տեսանք 2-3 կիլոմետր Էսկոմի վրա արդեն արգելապատնեշները դրել եք ու փակել եք։ Ժամը 9-ին դուրս ենք եկել Երևանից, 10-ին հասել ենք Սարդարապատ, 12-ին նոր թողել են մուտք գործենք։ 2 ժամ։ Այդ ստացվում է, որ հայ ժողովրդի քրտինքի արյան գնով ձեռք բերված հաղթանակը դու սարքել ես ԿՊ-ի պրազդնիկ։ Տոնակատարություն չեմ ուզում ասեմ, որ հասկանան։ Իրանք Ռուսաստանի հետ շատ սերտ են, չէ՞, դրա համար մեկ-մեկ տենց ռուսական բառեր պետք է ասենք, որ իրանք հասկանան մենք ինչ ենք ասում։ Գնացել ես ընդ 2-3 հոգով հավաքվել եք, միած շքերթ եք կազմակերպել։ Էլիտար շքերթ ես կազմակերպել, ժողովրդական տոնը սարքում ես կուսակցական տոն։ Որտեղ է գրված դա։ Շոկ կրակին բոլորին կանգնացրել էին, այդտեղ սպասացնում էին։ Մարդիկ անտրտունջում բոլորը սպասեցին, ոչ մի անկարգություն տեղի չունեցավ։ Վեհանձն էինք մենք, բայց տգեղ է, գեղեցիկ չէ։ Եթե ես լինեի ինչ կանեի, ես լինեի քոպես երկչոտ, վախկոտ, կամ առավոտյան ժամը 7-ին կգնայի մինչև 9 կավարտեի, կամ ամսի 27-ին կգնայի այդ ամեն ինչը կանեի, կնկարեի, 28-ին կհրապարակեի։ Որտեվ 28-ը բուն հանրապետության տոնը, հանրության պետության տոնը, հանրությանն է, ոչ թե քոնը, որ գնացե փակել ես։ Դա աբսուրդ էր։ Թե նրա հայտարարածը, որը դուք քիչ առաջ մեջ բերեցիք, թե ամբողջ ֆորմատն ու գործընթացները աբսուրդ է, անգամ հատուկ ծառայության աշխատակիցները չեն իմանում ինչ պատասխանեն քեզ, այդ մարդիկ էլ գիտեն, որ ճիշտ չի դա։ Իսկ նպատակը ո՞րն է այս հայտարարությունների։ Նախ նպատակը ո՞րն է, որ ինքը գնացել է այնտեղ այդ հայտարարությունները։ Այն Սարդարապատը չգիտի, որ դա թուրք բոլշևիկյան ուժերի ջախջախման սիմվոլն է։ Դու գնացել ես Սարդարապատ, ինչ անես։ Քո նման քաղաքական գործիչը Սարդարապատում անելիք է պետք է ունենա, է։ Որպես երկրի ղեկավար գնացել է, հարցը դա չէ, պարոն Սիմոնյան, բայց հայտարարությունները, հետեւաբար վերլուծենք որպես երկրի ղեկավարի հայտարարություններ, ինչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները։ Անհասկանալի է։ Եթե ես մի փոքր հասկանայի տրամաբանություն գտնեի քաղաքացիական պայմանագրի եւ նրա ղեկավարի գործունեության մեջ, ես այսքան հուզական ֆոնով վերլուծություններ չի անի։ Տրամաբանությունը իսկ ես շատ երկար եմ մտածում այդ բոլոր, գուցե իմ մտավոր կարողությունները չի ներում հասկանալու նրանց ահեղ եւ հրաշափառ քաղաքականության բոլոր երգերը, ապա թող ինձ բացատրեն, ես հասկանամ։ Չկա։ 7-րդ տարին է անցնում, շուտով է սա 8 տարի է իշխանության են լինելու։ Դուք ինչ-որ մի բան գետնի վրա շոշափելի տեսնում եք։ Մեր ժողովուրդը այսքան ժամանակ որտեղ է հայրենիք փնտրել, որ ասում է այսօր այլևս կարիք չունի հայրենիք փնտրել։ Մեր ժողովուրդը հիմա ապրում է իր պապենական բնորանի 10%-ի վրա։ Մեր հայրենիքը ներկայիս Հայաստանի Հանրապետությունն է եւ նրա շուրջ բոլորը։ Հիմա որոշ հատվածը հայտնվել է ներկայիս քաղաքական քարտեզի ֆիզիկա աշխարհագրական այլ պետություններին պատկանող տարածքների վրա։ Բայց այդ հայրենիքը շարունակում է մնալ մեզ հայրենիք։ Չա Կիլիկիայի հայերը պետքա մոռանան Կիլիկիայի մասին։ Եվ որ հիշեցինք ինչ է փոխվելու, պարոն Սիմոնյան։ Գիտեք ինչ, ամեն ինչ խոսքով եւ հիշողությամբ եք գնում, չէ՞։ Ձեր մեջից ձեր ինքնությունը չեն կարող ոչնչացնել, քանի ապրում է ձեր սրտում։ Մարդիկ էլ են այդպես, հերոսներ էլ են այդպես։ Շատ-շատերը ասում են գործը եւ թողած ավանդը կենթանի ամնում այնքան ինչքան որ մենք հիշում ենք։ Մի աֆրիկական ցեղերի պատերազմի ժամանակ ցեղերից մեկի առաջնորդը
շատ պարզունակ, բայց հետեւյալ արտահայտությունն է ասում։ Ասում է, եթե դու գողանաս իմ կովը, տարիներ կանցնի եւ ես կմոռանամ։ Բայց եթե դու գողանաս իմ հողը, 100 տարի էլ անցնի, ես էլ չլնեմ, երեխաս հիշելու է։ Սա ինչ է նշանակում։ Հիշում ես, վերադարձի հնարավորությունները կա։ Այդ ինչի թուրքը կհայտարարի, որ որտեղ իր ասքյարը կանգնած է, այդտեղ տարածվում է իր պետության սահմանները, հայ ժողովուրդը պետք է մոռանա իր բնորանը։ Ոչ մի ախր քաղաքում ապրող հայ չի մոռանում, որ ինքը գալիս է Կարինից, Էրզրումից։ Ոչ մի ապարանում բնակվող հայ չի մոռանում, որ Մշեցու ծոր է, Սասունցիների թոր է, Թալինցիները չեն մոռանում, որ իրանք սասունցիներ են։ Գարթմանցին չի մոռանում, որ ինքը գարթմանցի է։ Արցախցին չի մոռանալու, որ ինքը արցախցի է։ Մենք մեր մեծ հայրենիքը սիրում ենք մեր միկրո հայրենիքներից, մեր ծննդավայրից ընդཐུպ մինչև մեր բակ եւ մեր շենք։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն, հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Պարոն Սիմոնյան, մեզ համար այդ խորհրդանշական օրը Լաչինում տեղի ունենում թվով երրորդ, այո, Բերձորում տեղի ունենում թվով երրորդ միջազգային օդանավակայանի բացումը օկուպացված Արցախի տարածքում, դրան մասնակցում են Էրդողանը եւ Ալիևը, այդ արարողության ընթացքում, ցուցադրական արարողության ընթացքում նաեւ Էրդողանը հայտարարություն է անում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում ակնկալում են Իրանի աջակցությունը։ Նախ Իրանի աջակցության մասով արդյոք սպասել, որ ինչ որ պահի, ինչ որ բան կփոխվի եւ Իրանը կաջակցի իրենց պատկերացմամբ թուրք-ադրբեջանական պատկերացումներին համահունչ միջանցքի բացում եւ երկրորդը, երբ որ Ադրբեջանը այսպիսի քայլերով կարծես թե ամրապնդում է ձեռք բերած է, իսկապես հնարավորության տեղ մնում է այդ օկուպացիան Արցախը դեօկուպացնելու համար։ Կասկած չունեմ։ Շուշին 70 տարի գերության մեջ էր։ 70 տարի։ Մենք 800 տարի պետականություն չունեինք։ Ամբողջ այս տարածքը թուրքիֆիկացված էր։ Այն ժամանակ ասում են չէինք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, իսկ հիմա արդեն ճանաչել ենք։ Ով ճանաչելա վերջում արդարադատության առաջ պատասխան է տալու, որ երկրի ղեկավարի անունը կտակ, որ ճանաչելա, վերջում արդարության եւ Աստծո առաջ կանգնելու է։ Իրավաքաղաքական առումով դա մեր տարածքներն է։ Բերձորում բացված օդանավակայանները ոչինչ չի նշանակում։ Ես ուղղակի պրագմատիկ քաղաքականության կողմնակիցն եմ։ Ես երբևիցե չեմ ասի, որ 8 տարեկան երեխան պետք է ծանրամարտի առաջնության ժամանակ ռեկորդ սահմանի եւ 315 կիլոգրամանոց ծանրաձողը հրի, որտեղ ես գիտեմ, որ այդ 8 տարեկան երեխան եթե մոտեցավ նման ծանրաձողին, ողնաշարը 10 տեղից կկոտրի։ Ես երբևիցե կողմնակից չեմ այն անձանց հետ, որ մենք այսքան ընչաքաղց իրավիճակում, որ ներքին իրողություններում միկրո հարցեր չենք կարողանում լուծենք, պատերազմ հայտարարի Թուրքիային կամ Ադրբեջանին կամ որևէ մեկ այլ պետությանը եւ Արյան ծովի վերածելու մոլուցքով դրթված Արյան ծովի վերածի սեփական մայրաքաղաքը եւ սեփական պետությունը։ Բայց ես պրագմատիկ ռազմավարական քաղաքականությունը նկատի ունենալով ասում եմ հետեւյալը. Սիրելի հայեր, եկեք համախմբվենք այն ֆիզիկա աշխարհագրական տարածքի շուրջ, որը հիմա կա, որը մեր փաստացի տիրապետման տակ է։ Այդ մեր փաստացի տիրապետման տակ գտնվող տարածքները կառուցենք, դարձնենք ուժեղ պետություն, այն ինչը որ մեր կոնֆերանսի խորագիրն էր կրում։ Եվ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ասածը։ Եվ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Ուժեղ պետություն կայացնենք։ Մեր խոսույթում, երազանքներում վառ պահենք այն կորսված տարածքների իրողությունը, հիշողությունը, որը որ իրավաքաղաքական առումով մերն է, քայլ առ քայլ մենք տեղավորվելու ենք եւ ընդհարցակվելու ենք այդ տարածքների վրա, որը որ մերն է։ Էրդողան կխոսի, Աբդուլհամիդ կխոսի։ Ժամանակին Աբդուլհամիդը ասում էր չկա հայկական խնդրեմ։ Վերջին հայ էին ուզում թողնեին թանգարանում։ Ռուս կայսերերը մաքրում էին էթնիկ զտումներ էին անում, պարսից շահերը, արքաները, մոնղոլները կարողացան, իհարկե ոչ, որտեվ հայ ժողովրդի մնալու գենը հուժկու է, մենք անդադ Փյունիկի նման վեր ենք հառնում, որտեվ այդ կամքը, այդ ցանկությունները կա։ Իմ գլխավոր մտավախությունը, մտահոգությունը գիտեք որն է, ոչ թե որ մեր մեջ պարպաված է այդ ինքնապաշտպանվելու եւ անդադ մոխիրների մեջից վեր հառնելու գենը։ Ոչ, դա պահպանվում է։ Մենք մեր որակն ենք գցել։ Մենք մեր որակն ենք գցել եւ 30 տարի մեր ազգային պետությունը ջանք ու եռանդ չի խնայել, որ մենք մեր որակը գցենք։ Մեր ոչ գիտությունն է գիտություն, ոչ մեր մատուցած ծառայություններն են ծառայություն, ոչ մեր կառուցածն է կառուցած, ոչ մեր ստեղծածն է ստեղծած։ Ամեն հայ մտածում է ոնց անի, որ կիսատ պռատ անի, բայց փողը գա։ Անկամ գյուղերում բնակվող մարդիկ էլ գիտեն, բերքը հասնում է ծառերը ուղղակի խոնարհվում են բերքի ծանրության տակ, կողքի պարապ-սարապ գյուղացուն կամ ինչ որ մեկին չեն կարողանում խելքին մոտ արժեքի դիմաց բերեն բերքահավաք կազմակերպեն։ Մաքրությունը։ Երթևեկում եմ տեսնում եմ մեքենայով ընթանում է ապակին իջեցնում է եւ ինչքան աղբ կա իր մեքենայի մեջ գոյացած նետում է դուրս։ Ծխախոտ է նետում։ Գիտեք ինչ, կարող է ես ասենք իր մեքենայի մեջ ծխախոտ օգտագործելու համար տուգանք չսահմանեի, եթե լինեի պատկան մարմին։ Գուցե եւ հեռախոսով խոսելու համար էլ չսահմանեի։ Բայց մեկ փոքր թղթի կտոր նետելու համար տասնյակ հազարավոր դրամներ պետք է հարվածվի գրպանին, որ հասկանա դա ուղղակի
սարսափելի արարք է, որ մարդիկ իրենց թույլ են տալիս։ Ես ցավով եմ հիշում, երբ որ նույն Բերձորի միջանցքով տարիներ առաջ, երբ որ մենք իբրև զբոսաշրջիկներ վերադառնում էինք, մենք տեսանք այդ Բերձորի միջանցքի ձորերից մեկում պլաստիկե տարաներ կար, աղբի վերածած, շպրտած այդ ամբողջ մայրուղու աղբավայրի էին վերածել բնությունը։ Հայաստանում լիքը այդպիսի հատվածներ կան։ Բա մենք տեսանք քոչվորները, որոնց մենք ձեռ ենք առել միշտ։ Եկան զավթեցին այդ տարածքները, տուրիստական գոտի են հիմնել, լպստել են։ Ամբողջ այդ տարածքները մաքրել, լպստել են։ Մենք գիտենք, որ 94 թվականի դրությամբ ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքը գումարած այն 7 շրջան կոչեցյալը, որ չկարողացան տեղավորել հայաստանապատկան եւ արցախապատկան տիրույթներում մեր ապիկարները 30 տարի շարունակ, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչեւ Նիկոլ Փաշինյան, Քարվաճար, Սոտք եւ Վարդենիս ճանապարհը սկսեցին կառուցել մոտավորապես 2011-12 թվականներին, գուցե 13 թվականին։ Հրտեսեք 94 թվականը որտեղ է, 2014 թվականը որտեղ է։ Ամբողջ Արցախում ապրում էր 130,000 մարդ, 11,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որտեղ կարող էր 1 միլիոն մարդ հանգիստ ապրեր։ Հնարավոր չէր 30 տարվա ընթացքում գոնե սարքել 250,000։ Եվ կառուցվեց մեկ օդանավակայան, որն էլ չաշխատեց։ Չաշխատեց երբեք։ Նույն Վարանդայի եւ այդ ջրականի ու այդ որ Ջաբրայել կոչեցյալ են ասեն, որ մարդիկ այդ անվանումը տարածված է։ Նռան այգիները ամբողջությամբ մի գեներալի էր պատկանում, ընդ որում մեր ուժեղ պետություն կոնֆերանսի ժամանակ մենք նաեւ պարգևատրեցինք Վարանդայում եւ ջրականում հերոսական մարտերի մասնակցած 2 պատանու երիտասարդների, որ 60 զրահատեխնիկայի դեմ մարդ մղելով 2 տանկով 20-ը ոչնչացնում են։ Այդ երեխեքը փաստացի հերոս են։ Հայ ժողովուրդը կռվել գիտի, կա հայի տեսակ, որից թուրքը ահ ու սարսափի մեջ է։ Այս ինչ ճակատագրի նվեր է նրանց համար Նիկոլը, ուղղակի ես զարմանում եմ։ Պարոն Սիմոնյան, ասացիք Նիկոլ Փաշինյանից չէ կախված խաղաղության հաստատումը, այդտեղ գոյություն ունի Էրդողան, Ալիև, Պուտին եւ մնացածին եթե չթվարկենք, հիմա Խոզնավարի ուղղությամբ Բաքուն կրակել է, Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսում է լարվածության մասին Սյունիքում, նաև առաջարկում են իրենց աջակցությունը կողմերին խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ ԱՄՆ պետքարտուղարն էր նախորդ շաբաթ հայտարարել, որ հակամարտության վտանգը պահպանվում է եւ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ կանխի։ Այսօր լրագրողները հարցեր են ուղղել ռուսական հյուպատոսություն բացելու հետ կապված Արմեն Գրիգորյանին, նա ասել է, որ նման բան չի հայտարարվել, պարզապես ռուսական կողմը եթե այդ թեմայի շուրջ հայտարարություններ էլ անում է, ապա պետք է հայտարարի, որ քննարկումներ են ընթանում։ Հիմա ընդհանուր Սյունիքի շուրջ լարվածություն սպասել թե ոչ։ Իհարկե ոչ, աշխարհը քաղաքական խաղ է գնում, Սյունիքը աներեր է մնալու նախ սյունեցիների շնորհիվ, սյունեցիները շատ ուժեղ կանգնած են հողի վրա եւ մենք էլ սատար օժանդակ բոլորին։ Ռուսաստանին ի պատասխան կարող ենք ասել ներողություն ենք խնդրում, բայց մենք էլ տարածք չունենք, գնացեք մի քիչ մեր թշնամիներին օգնեք։ Գնացեք մի քիչ մեր թշնամիներին փրկեք, մենք էլ տարածք չունենք, մեզ այնքան փրկեցիք, մեր տարածքները կպրծան։ Որևէ հյուպատոսության մասին ռուսական խոսք լինել չի կարող։ Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության ֆիզիկա աշխարհագրական տարածքների ինչ հյուպատոսություն, հյուպատոսություն որտեղ։ Առնվազն պետք է խոստովանեն, որ կապանը հայկական է, Հայաստանին է պատկանում։ Ախր այդ հարցն էլ չի կարելի բարձրացնել։ Եթե այդ հարցերը մենք բարձրացնում ենք, վերջում իրենց տրամաբանությամբ նկատի ունեմ, երբ որ իրենք ջերմուկը չէին համարում։ Ոչ ջերմուկն են համարում, դες թվում է Երևանը համարում են, նրանք Երևանն էլ համարում են ռուսական կայազորի հենակետ։ Երևանը չեն համարում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք, ռուսական կայազորի հենակետ են համարում։ Ոչ մի բանը ինչ որ մեր տիրապետման տակ է, նրանք չեն համարում, որ մերն է։ Ինչ է փոխվել, որ Հայաստան հնարավոր եղավ Լավրովի այցը եւ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ շփումները ակտիվանալու են ռուսական կողմի հետ։ Ձեր կարծիքով ինչ է փոխվել։ Ես տարիներ շարունակ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պրոռուսական գործիչ է։
ռուսական ծիրում գործող։ Հələ մի բան էլ հաթաթայ էին տալիս ընդդիմախոսները, այնպես մի հատ ասում էին դու Նիկոլ Փաշինյանի հետ շփվել ես, որ այտենց բան ես ասում։ Մենք տարիներ շարունակ շփվել ենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց Եվրոպա մեծ քաղաքական գործիչ դժվար գտնենք ամբողջ Հայաստանի։ Տեսնում ենք ձեր Եվրոպա մեծ քաղաքական գործչի վարքը, մոտեցումները։ Տեսնում ենք։ Մոսկվա վազելը, լալա հառաճ արտահայտությունները անելը։ Բայց այդքանից հետո Ֆրանսիայի քաղաքականությունը ինչպես հասկանալ։ Անում էի հեճուկս Նիկոլ Փաշինյանի։ Իհարկե, Հայաստանն ու հայ ժողովուրդն է Ֆրանսիայի բարեկամը։ Հայաստանն ու հայ ժողովուրդն է Ֆրանսիայի բարեկամը։ Իշխանությունները անցողիկ են։ Այսօր Նիկոլ Փաշինյանն է։ Վաղը Նիկոլ Փաշինյանը չի լինի։ Կգան ուրիշ մարդիկ։ Այդ ուրիշ մարդիկ արդեն արևմտյան քաղաքականությունը լայն թափով առաջ կտանեն։ Կիդենտիֆիկացնեն իրենց թշնամիներին, իրենց բարեկամներին։ Ի վերջո մենք քանիցս ասել ենք, չէ, եթե պետությունը չունի ռազմավարություն, չունի ռազմավարական ընթացք, չի ընթանում որ կետից, ենթադրենք A կետից դեպի B կետ։ Այդ ճանապարհը հատվածին դու չես կարող իդենտիֆիկացնել ով է քեզ թշնամի, ով բարեկամ։ Սա լայնածավալ կոնցեպտուալ աշխատանք ենթադրող հանգամանք է, որը ես չեմ տեսնում Հայաստանում։ Չկա։ Ազգային անվտանգության ռազմավարություն չկա։ Նիկոլ Փաշինյանի բառաֆոնդը, խոսույթը աղետի մասին է, աղետ։ Ոչ մի պրագմատիկ քաղաքական գործիչ իրան թույլ չի տա ասի այսուհետ ավարտված է կորուստների դարաշրջանը։ Ինչ գիտես։ Գուցե աշխարհակաղակական իրավիճակով է պայմանավորվում։ Սուրճի մրուրի վրա է գուշակել։ Չի կարող, անգամ վերլուծաբանները չեն կարող դա ասել, ախր դա աբսուրդ է։ Ես ինձ թույլ չեմ տա նման բան ասեմ, լինելով քաղաքական գիտությունների տեխնացու քաղաքագետ, ինչ եմ այդ գիտական աստիճանն էլ շեշտում, որովհետև մարդիկ կան, որ մեքենա են վարում, դրանից են կողմ ուրիշ կրթություն չունեն, իրաց քաղաքագետ են հռչակե։ Ստիպված սա անհամեստությունից չի, սիրելի ժողովուրդն էլ արդեն վաղուց հասկացել է, որ սա շեշտում են, որ հասկանան անցած ուղի կա։ Ես ինձ թույլ չեմ տա ասեմ, որ այսուհետ կորուստների դարաշրջանը ավարտվել։ Նաստրադամուսն եմ, Վանգան եմ, ով եմ։ Թե գուշակեմ, սուրճի մրուրի վրա պետքա գուշակություններ անեմ։ Ոչ մի տրամաբանական ողջախոհ մտածելակերպ ունեցող անձնավորություն իրեն չի կարող նման արտահայտություններ թույլ տալ։ Դու քաղաքական գործիչ ես, իշխող վերնախավի առաջնորդը, ունես մեկ օրակարգ շարունակաբար ավելացնելու բարձրացնելու քո պետության դիմադրողականությունը, ուրիշ ոչ մի հարց քեզ պետք չէ հուզի, եղբայր։ Դու գնացել ես մի վայր, որտեղ սովյալների եւ որբերի Հայաստանը 70,000-անոց Գալիբոլի դիվիզիան ջախջախեցին գլխովին։ Շուրեկան մի հատ էլ 11-րդ կարմիր բանակը Սյունիքում Զանգեզուրում ջախջախեցին գլխովին։ Կանգնել ինչ ես խոսում։ Նախընտրական տրամաբանության մեջ են հավանաբար, պարոն Սիմոնյան։ Ախր այ հարգելի Էլիս ջան, մտածում եմ ես օրինակ, դրանք ոչ մի տրամաբանություն այդտեղ չկա։ Անկամ նախընտրական տրամաբանության մեջ ինքը պետք է ասեր, որ հայ ժողովուրդ, ես լինեի ինչ կասեի։ Դրանով էլ ամփոփենք, ավարտենք։ Սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության տոնը հայ ժողովուրդը լինելով զրկված բոլոր տեսակի բարիքներից, ցավի, տառապանքի եւ արհավիրքների գեհենի մեջով ընթանալով հանդերձ կարողացավ իր ներսում ուժ գտնել, ծնել հրամանատարների, որոնք կարողացան մարտն առաջ տանել, կամքն ու ոգին դրոշակ դարձրած դուրս եկան տերությունների դեմ եւ հաղթեցին։ Կերտեցին Հայաստան, անելանելի իրավիճակներում, անհնարինը դարձրեցին հնարավոր, ապրեցրեցին իրենց տեսակը, 21-րդ դար հասցրեցին, եւ 21-րդ դարում Աստված մեզ խղճացել է, մենք ոչ որբ ենք, ոչ էլ սովյալ, մեզանում ոչինչ պակաս չէ, եւ այդ տաղանդը զորաշարժելով մենք իլուր աշխարհի ասում ենք, որ ցեղասպանությունները կասեցվում են սխրանքների եւ հերոսությունների միջոցով, եւ իմ հերոսական ժողովուրդը տուրք չի տա թշնամուն երբեք։ Միտված ենք դեպի խաղաղություն, բայց արժանավայել խաղաղություն, եւ ես խոստանում եմ մեր բոլոր հարևաններին, որ մենք պատրաստ ենք արժանավայել եւ վայելուչ խաղաղության, արժանապատվությունը պահած գլխներիցս եւ կյանքներիցս վեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։